Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին խաղաղությունը իրական էր եւ բոլորի համար, ոչ թե ընդամենը իշխանության կողմից ժողովրդին շանտաժի ենթարկելու գործիք։ 10 տարվա ընթացքում զրո պատերազմ, զրո կորցրած հող։ Ցավոք այդ 10 տարում նաեւ զոհեր են ունեցել, թշնամու սադրանքների հետևանքով 92 զինծառայող։ 2018-ից ի վեր խաղաղության վաճառականները բերել են 3 պատերազմ, 5000-ից ավելի զոհ, 12000-ից ավելի վիրավոր եւ հաշմանդամ, Արցախի կորուստ, օկուպացված ՀՀ տարածքներ։ Թշնամու ուղիղ նշանառության տակ են հայտնվել Ջերմուկը, Կապանը, Գորիսը եւ այլ քաղաքներ ու գյուղեր։ Ու այս մղձավանջը չի ավարտվում։ Հնչում են նոր սպառնալիքներ նոր պատերազմի մասին։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Ակնարկվում են տարածքային նոր զիջումներ, նոր կորուստներ։ Ես լավ գիտեմ եւ պատերազմի գինը, եւ խաղաղության արժեքը։ Կարող եք վստահ լինել, Ալիևը իմ ղեկավարած Հայաստանի վրա չի հարձակվի։ Դա ապացուցված փաստ է։ Խաղաղությունը անպայման լինելու է երաշխավորված արժանապատիվ խաղաղություն։ Հայաստան դաշինք, միասին կարող ենք, ընտրիր 17-ը, ընտրիր Հայաստանը։